Ողջույն, այսօր խոսելու ենք ռևմատոիդ արթրիտի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկը երկար ժամանակ հայտնի չէր, թե ինչն է հանդիսանում ռևմատոիդ արթրիտի զարգացման պատճառ, ի վերջո հստակեցվել է։ Ռևմատոիդ արթրիտի, այդ թվում նաև բոլոր ռևմատոլոգիական հիվանդությունների պատճառները բազմազան են, միակը չի, որ ասենք այս պատճառից զարգանում է ռևմատոիդ արթրիտ։ Այստեղ տարբեր էտիոլոգիկ գործոններ են, որոնք միասին հանդես են գալիս եւ ձևավորվում է ռևմատոիդ արթրիտ։ Նախ առաջ դա ժառանգական նախատրամադրվածությունը, իմուն համակարգի որոշ հիստոհամատեղորության գործոնների առկայությունը, ստրեսը, վիրուսները, բոլորը միասին կարող են նպաստել ռևմատոիդ արթրիտի զարգացմանը։ Վիրուսները, այսինքն սովորական գրիպ, որ մարդը ընկրի։ Գրիպ ասելը մի քիչ լայն հասկացողություն է, տարբեր վիրուսներ, օրինակ կոքսակի վիրուս, պարվովիրուս եւ այլն, իրենք ոչ թե վիրուսն է հենց առաջացնում ռևմատոիդ արթրիտ, այլ ինչպես արդեն նշեցի, ժառանգական նախատրամադրվածության ունեցող անձանց մոտ որոշ հաշելա համատեղելիության, հիստոհամատեղելիության հակածիներ ունենալու պարագայում ստրեսներ, վիրուսներ բոլորը միասին կարող են նպաստել զարգանալու, ոչ թե անձը հիվանդացավ սովորական սուրշնչական վիրուսով եւ իրեն մոտ զարգացավ ռևմատոիդ արթրիտ։ Որ տարիքից է մարդու մոտ զարգանում այս հիվանդությունը։ Ռևմատոիդ արթրիտը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ երեխաների մոտ մինչև 18 տարեկան, երբ որ զարգանում է քրոնիկական հոդաբորբեր, այն կոչվում է յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, այնուհետև 18-ից հետո արդեն մեծերի մոտ կարող է զարգանալ ձեր նշած ռևմատոիդ արթրիտը։ Ցանկացած տարիքում այն կարող է ի հայտ գալ։ Կա տարբերություն ավելի շատ որ սեռի մոտ է հանդիպում։ Առհասարակ աուտոիմուն հիվանդությունները ավելի շատ կանանց մոտ են հանդիպում, բայց օրինական հիվանդություններ, որոնք ավելի տղամարդկանց մոտ, ավելի շատ կանանց մոտ են հանդիպում։ Ինչու՞։ Դա նույնպես ես խոսեցի առհասարակ աուտոիմուն հիվանդությունների մասին, ոչ միայն ռևմատոիդ արթրիտի, աուտոիմուն ասելով եսի նկատի ունեմ համակարգային կարմիր գայլախտ եւ այլն, այստեղ կապ ունի դեր ունի կոնկրետ գայլախտի զարգացման էտիոլոգիայում, կապ ունի նաեւ էստրոգենների գործոնը, որոնք կանանց մոտ բնականաբար ավելի շատ են։ Ծխելը որքանով է ազդում արթրիտի զարգացման գործում։ Եթե ուղիղ կապ փնտրենք, ուղիղ կապ չէ, սակայն ծխելը բոլորս գիտենք իր բացասական ազդեցության մասին անոթային համակարգի վրա եւ այլն, եւ ինքը որոշ գործունեություն կարող է, այսինքն բոլոր այդ գործոնների մեջ պետք է բոլոր գործոնների հետ համատեղ միայն ծխելը չի բերի ռևմատոիդ արթրիտի զարգացման։ Նշեցիք, որ երեխաների մոտ էլ կարող է զարգանալ հիվանդությունը, գոյություն ունի պատանեկան արթրիտ։ Այդ իմ ասած յուվենիլն է, պատանեկան արթրիտը իմ ասած յուվենիլ իդիոպաթիկ արթրիտն է, որը զարգանում է երեխաների մոտ, հոդաբորբը, որ զարգանում է մինչև 18 տարեկան եւ ինքը ունի քրոնիկ բնույթ, կոչվում է պատանեկան կամ յուվենիլ արթրիտ։ Նա մի փոքր տարբերվում է մեծերի ռևմատոիդ արթրիտից, որովհետև օրինակ մեծահասակների մոտ ռևմատոիդ արթրիտը սկսվում է հիմնականում դաստակի մանր հոդերից կամ ոտնաթաթի մանր հոդերից, ախտահարում է սիմետրիկ է, բնորոշվում է առավոտյան կարկամությամբ, սակայն երեխաների մոտ յուվենիլ արթրիտը ցանկացած հոդից կարող է սկսվել ու հիմնականում ավելի խոշոր հոդերից, օրինակ ծնկան հոդից։ Մինչև 18 տարեկան այդ արթրիտը կոչվում է պատանեկան հոդաբորբ, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ։ Այդ արթրիտը տարբեր պատճառներով կարող է լինել եւ տարբեր երգեր կարող է ունենալ։ Տնողը որ ախտանշաններին պետք է ուշադրություն դարձնի, ինչպես հասկանա, որ երեխայի մոտ խնդիր կա։ Երբ որ ունենում են հոդացավեր, հոդերի այտուցվածություն, շարժումների սահմանափակում։ Ոտնաթաթի այտուցվածությունը կամ կոճերի շրջանում եւ այտուցվածություն եւ ցավը, սա խոսում է արթրիտի զարգացման մասին։ Արթրիտը հոդաբորբ է, այսինքն հոդում պետք է լինի բորբոքում։ Դա կարող է, եթե խոսում ենք ռևմատոիդ արթրիտի մասին, ապա մենք նկատի ունենք դաստակի մանր հոդերը, կամ ոտնաթաթի մանր հոդերը, սակայն հետագայում արդեն process-ի հետ ընդգրկվում են, կարող են ընդգրկվել process-ի մեջ բոլոր հոդերը։ Պետք է լինի հոդացավ, հոդերի այտուցվածություն, այսինքն հեղուկ կուտակվի հոդում եւ մենք շոշափում ենք հոդաբորբ պալպատոր հետազոտությամբ կամ գործիքային հետազոտությամբ, շոշափում ենք եւ տեսնում ենք, որ հոդում առկա է հեղուկ։ Եվ որ իր հերթին արդեն վերում է շարժումների սահմանափակումների, տուժում է հոդերի ֆունկցիան։ Կա նաև ձեռքի բութմատի արթրիտ։ Սա ինչ է։
Ձեռքի բուտմատը նույնպես հոդ է եւ կարող է բորբոքվել, սակայն եթե դուք կոնկրետ միայն բուտմատի նկատի ունեք, նա ավելի շատ ախտահարվում է օստեոարտրիտի ժամանակ, որը տարբեր է ռևմատոիդ արտրիտից։ Օստեոարտրիտը կամ ինչպես նախկինում կոչվում էր օստեոարտրոզ, ավելի շատ դեգեներատիվ հիվանդություն է, ոչ թե բորբոքային, եւ օստեոարտրիտի պարագայում կարող են զարգանալ երկրորդային արտրիտներ։ Նույն հոդաբորբը, այսինքն առաջին մատի բուտմատի ձեր ասած այնտեղ տարբեր հոդեր կան, հոդախոռոչում կուտակվում է հեղուկ, ավելի շատ ինքը օստեոարտրիտի ժամանակ է ախտահարվում։ Մարդիկ որ նշում են մատները ցավում են եւ կա տաքություն, դա հենց արտրիտ է։ Նորից եմ ասում, մատերը ցավում են, դա ուղղակի հոդացավ է, անպայման չի հոդացավը ուղեկցվի արտրիտով։ Ցավը կարող է լինել ուղղակի հոդացավ տարբեր պատճառներից։ Եթե հոդացավը ուղեկցվում է որևէ այս կամ այն հոդի բորբոքումով, դա արդեն արտրիտ է։ Այլ բան է արտրիտի տեսակները։ Կա, ինչպես արդեն նշեցի, ռևմատոիդ արտրիտ, օստեոարտրիտ, ռեակտիվ արտրիտ եւ այլն։ Արտրիտի տարբեր տեսակներ կան։ Արտրիտը դա տերմին է, որը արտրիտը դա հոդաբորբ է։ Ռևմատոիդ արտրիտը արդեն հստակ ախտորոշում է, որ ունի իր սպეციფიկ կլինիկական դրսևորումները։ Ինչպես արդեն նշեցի, դաստակի մանր հոդերից է սկսվում, այնուհետև կարող են ընդգրկվել բոլոր հոդերը։ Ախտահարումը հիմնականում սիմետրիկ է, բնորոշվում է առավոտյան կարկամությամբ 1 ժամից ավել, պրոցեսի հետ ընդգրկվում են տարբեր հոդերը, մկանները, նաև կարող են տարիների ընթացքում զարգանալ տարբեր դեֆորմացիաներ, կարապի վզիկի դեֆորմացիա, կոճակի կանթի եւ այլն։ Ուղեկցվում է նաև եթե հոդը երկարատև հոդի դեֆորմացիա է լինում, երկարատև հոդը չի օգտագործվում, մկանների ատրոֆիա է զարգանում։ Ռևմատոիդ արտրիտի ժամանակ բացի հոդային համակարգից կարող են ախտահարվել տարբեր ներքին օրգանները։ Օրինակ, աչքը կարող է ախտահարվել, զարգանա էպիսկլերիտ, մարդը այդ դեպքում կարմրություն է դիտվում աչքում։ Տարբեր օրգան համակարգերի կողմից նույնպես կարող է լինել տարբեր ախտահարումներ։ Առհասարակ ռևմատոլոգիական հիվանդությունները կարող են չսահմանափակվել միայն հոդերի ախտահարումով։ Կան հիվանդություններ, որոնց ժամանակ ավելի շատ են դիտվում համակարգային դրսևորումներ, օրինակ ինչպիսին է համակարգային կարմիր գայլախտը կամ համակարգային սկլերոդերմիան, այդ պատճառով էլ կոչվում են համակարգային, եւ կան հիվանդություններ, որոնց դեպքում ավելի քիչ են դիտվում ներքին օրգանների ախտահարում։ Իհարկե դա օրինաչափություն չի, ցանկացած ռևմատոլոգիական հիվանդության ժամանակ դիտվում է այս կամ այն օրգանի ախտահարում, բացի հոդամկանային համակարգի ախտահարումից։ Նշեցիք կարապի արտրիտ, Դեֆորմացիա այդպես են անվանել, քանի որ դաստակի դեֆորմացիան լինում է այնպես, որ այս տերմիններով չասեմ, պրոքսիմալ միջֆալանգային հոդի տարածում է լինում, իսկ դիստալ ավելի ստորադիր հատվածի հոդի ծալում է լինում եւ նմանվել է այդ դեֆորմացիան այսպես կարապի վզիկի տեսքին, այդտեղ անուններ էր, կոճակի կանթ, երբ որ հակառակ այս մեջտեղի հոդը պրոքսիմալ միջֆալանգային հոդն է ծալվում, ծալիչ կոնտրակտուրա զարգանում չի բացվում եւ ավելի դիստալ հատվածը տարածում, դա կոճակի կանթի է նմանացրել, կամ դեֆորմացիաները կարող են լինել այդ թեքում դաստակների դեպի ծղիկային կողմ, ծովացլի, այսպես ասած, ձեռքերին են նմանացրել։ Տարբեր այդպես պատկերավոր անուններով կարող են կոչվել դեֆորմացիաները։ Նշեցիք, որ արտրիտի պատճառով շատ օրգաններ կարող են վնասվել, իսկ կան հիվանդություններ, որոնք հենց հանդիսանում են արտրիտի պատճառ։ Տեսեք, ոչ թե արտրիտի պատճառը, մի փոքր այլ ձև մեկնաբանեմ, արտրիտ կարող է լինել ոչ միայն ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ, այլ նաև այլ հիվանդությունների ժամանակ։ Որոշ հիվանդություններ կարող են սկսվել հենց կամ որոշ հիվանդությունների ժամանակ նույնպես կարող է դիտվել արտրիտ, այսինքն հոդաբորբ։ Այդպես էլ կարող է լինել։ Կա հատուկ սնունդ, որ կարող են այս հիվանդության ժամանակ օգտագործել, Ռևմատոիդ արտրիտին կոնկրետ սնունդ չկա օգտագործեք, որպեսզի կանխարգելվի ռևմատոիդ արտրիտի զարգացումը կամ այն չի կարելի, բայց որպես ոսկրամկանային համակարգի ցանկալի է կալցիումով հարուստ սնունդ։ Բայց օրինակ կա հիվանդություն հոդատապը, պոդագրան, որի ժամանակ մենք խորհուրդ ենք տալիս սահմանափակել սպիտակուցային սնունդը, պուրիններով հարուստ սնունդը, մսամթերքը, ալկոհոլը, որովհետև նրանք նպաստում են արտրիտի սրացմանը, պոդագրիկ արտրիտի։
Ռևմատոիդ արթրիտը մի փոքր այլ է, սնունդով չի հրահրվում իր նոպան կամ սրացումը կամ ակտիվությունը ռևմատոիդ արթրիտի, սակայն ինչպես նշեցի, որպես ոսկրամականային հիվանդություն կալցիումով հարուստ սնունդը շատ ցանկալի է, որովհետև ռևմատոլոգիական հիվանդությունները այս կամ այն փուլում բերում են օստեոպորոզի եւ կալցիումով հարուստ սնունդը շատ օգտակար է լինում տվյալ պարագայում։ Օմեգա 3 կարող են միշտ օգտագործել։ Օմեգա 3-ը որևէ այսօր բոլորը օգտագործում են, բայց որևէ պաթոգենետիկ նշանակություն ռևմատոիդ արթրիտի պարագայում չունի։ Դա նույն ձկան յուղն է, չէ՞ ասում են։ Այո, դե տարբեր մարդիկ տարբեր ձև, համենայն դեպս, եթե մենք ուզում ենք օմեգա 3-ով բուժենք ռևմատոիդ արթրիտ կամ օգտագործենք, որպեսզի չլինի ռևմատոիդ արթրիտ, դա այդպես չէ։ Այսինքն ռևմատոիդ արթրիտից խուսափել հնարավոր չէ, եթե հատկապես կա Ռևմատոիդ ժառանգական արթրիտը բազմաէթիոլոգիկ է, ինքը այնպես չի, որ այս կամ այն պատճառից է զարգանում։ Ուղղակի պետք է ուշադիր լինել, որ ցանկացած հոդացավ չանտեսվի, որովհետև կարող է անձը ընդունել, որ ուղղակի հոդե ցավում է, կապել տարիքի հետ կամ չգիտեմ, բայց հիմքում ընկած լինի լուրջ բորբոքային հիվանդություն։ Ռևմատոիդ արթրիտը այստեղ ես զուգահեռ եմ ուզում հասկացնեմ ձեր նշած օստեոարթրիտի եւ ռևմատոիդ արթրիտի միջև, որովհետև ռևմատոիդ արթրիտը տիպիկ բորբոքային դեստրուկտիվ հիվանդություն է։ Ի տարբերություն օստեոարթրիտի, որը դեգեներատիվ հիվանդություն է, ավելի տարիքով պայմանավորված։ Եվ նրանց դրսևորումներն էլ են տարբեր, զարգացման մեխանիզմներ են տարբեր, բնականաբար բուժման սխեմաներն էլ, եւ եթե օստեոարթրիտը կամ ինչպես կոչվում էր օստեոարտրոզը ավելի մեծահասակների մոտ 50-ից բարձր տարիքային խմբում է զարգանում եւ հիմնականում տարիքի հետ կապված փոփոխություններով է դեգեներացիայով աճառի դեգեներացիայով է ընթանում, ապա ռևմատոիդ արթրիտը կլասիկ բորբոքային հիվանդություն է եւ այստեղ մեծ քանակությամբ ցիտոկիններ են արտադրվում եւ պետք է մենք պարտադիր բուժենք ոչ միայն բորբոքումը, այլ նայենք կանգնեցնենք հետագա պրոգրեսիվումը հիվանդության։ Սա շատ կարևոր է, այսինքն անձը ով ունի հոդացավ պետք չի անտեսել, հատկապես եթե խոսքը վերաբերում է դաստակի մանր հոդերին, սիմետրիկություն է նկատվում երկու ձեռքերի կամ առավոտյան կարկամությունը, բռնվածությունը կես ժամից ավել է տևում, ապա անպայման պետք է դիմել ռևմատոլոգի։ Այսինքն որ չեն կարողանում օրինակ ձեռքը շարժել։ Այո, բռնվածություն չեն կարողանում, օրինակ 1 ժամ պետք է որպեսզի բացվի կամ ավել ժամանակ։ Եթե տեսնում է, որ հոդը բացի հոդացավից նաև նկատվում է այտուցվածություն հոդերի, անպայման պետք է դիմել։ Յոդը կամ չգիտեմ, մասաժ անելը չի օգնում։ Չէ, յոդը մասաժ անելը ռևմատոիդ արթրիտին չի օգնում։ Այդ քսուկներ կան տարբեր, իրենք ուղղակի տեղային ցավն են հանգստացնում, եթե խոսքը գնում է ռևմատոիդ արթրիտի մասին կամ ինչ որ չափով բորբոքումը, բայց որ ասենք կբուժի, չգիտեմ, դիկլոֆենակի կրեմը ռևմատոիդ արթրիտը, ապա ոչ։ Եվ նորից եմ կրկնում, այստեղ պետք է բազիսային լուրջ դեղորայք, որը կանգնացնում է հիվանդության պրոգրեսիվումը, շատ կարևոր է, որովհետև ինչպես նշեցի, դեֆորմացիաներ են զարգանում եւ այդ դեֆորմացիաները չեն զարգանում վարքյանական կամ հիվանդության սկսելուց 6 ամիս կամ 1 տարի հետո, դա տարիների ընթացքում է զարգանում եւ դրա համար պետք է ժամանակին նորմալ բուժում, որպեսզի հետո չունենալ դեֆորմացված ձեռքեր։ Պահածոյացված մթերքները պատճառ են արթրիտի զարգացման։ Ոչ։ Հանգիստ ուտեն։ Դե պահածոյացված մթերքը այլ բանի բոտուլիզմի պատճառ կարող է հանդիսանալ եւ այլն, բայց ոչ արթրիտի։ Իհարկե, այստեղ նորից եմ ասում, խոսքը չի գնում պոդագրայի մասին, որտեղ սպիտակուցային սնունդ, գուցե այդ սպիտակուցային մսամթերքը եւ այլն, որոնք կարող են հրահրել պոդագրային նոպան, ռևմատոիդ արթրիտի պարագայում ոչ։ Խոսենք օստեոարթրիտի մասին, որ ասացիք մեծ տարիքում է հիմնականում ի հայտ գալիս։ Օստեոարթրիտը, ինչպես կոչվում էր այդ արտրոզը, ինքը տարիքի հետ պայմանավորված հիվանդություն է, 50-ից բարձր տարիքային, 45-ից 50-ից բարձր տարիքային խմբում է ի հայտ գալիս եւ դա ի տարբերություն ռևմատոիդ արթրիտի աուտոիմուն բորբոքային հիվանդություն չէ, կլասիկ դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ առաջինը ախտահարվում է աճառը եւ աճառի հետ պայմանավորված իր ենթաճառային շերտը եւ այլն, այստեղ նույնպես կարող է դիտվել բորբոքում, ձեր ասած արթրիտը, սակայն ախտահարումը երկրորդ
երկրորդային է այստեղ, ռեակտիվ բորբոքում է լինում, ոչ թե ի սկզբանե բորբոքային հիվանդություն է։ Հիմնականում աճառի դեգեներացիայով է պայմանավորված, աճառը արտադրում է նյութեր, գլյուկոզամին, խոնդրոիդին եւ այլն, կոլագեն, որը ապահովում է շարժունակությունը հոդերի եւ այսպես ասած սմազկը հոդերի համար։ Եվ տարիքի հետ աճառային շերտը սկսում է դեգեներացիայի ենթարկվել, մաշվել, բարակել եւ այդ նյութերը գլյուկոզամին, խոնդրոիդին եւ այլն այդ նյութերը սկսում են քչանալ։ Դրա համար հոդաճեղքի նեղացում է դիտվում, շարժումների սահմանափակում է դիտվում։ Այս բaragայում կարող է երկրորդային ռեակտիվ կերպով զարգանալ բորբոքումը։ Իսկ ռևմատոիդ արթրիտը կլասիկ դասական բորբոքային, քրոնիկ բորբոքային դեստրուկտիվ, էրոզիվ դեստրուկտիվ հիվանդություն է, որը այլ մեխանիզմով է ընթանում։ Եթե մարդը 60 անց է կամ 70 անց կարող է զարգանալ եւ ռևմատոիդ արթրիտ եւ օստեոարթրիտ։ Եվ նա չի կարողանում մնաք քայլել, դժվարությամբ է քայլում, դա արթրիտի, օստեոարթրիտի նշան է։ Դժվարությամբ է քայլում եւ օստեոարթրիտից եւ ռևմատոիդ արթրիտից։ Ինքը պետք է դիմի բժշկի եւ այստեղ պետք է, եթե ըստ իր կլինիկական դրսևորումների ռևմատոլոգը արդեն կողմնորոշվում է 70 տարեկանում օստեոարթրիտ կլինի անպայման, բայց արդյոք իր գանգատները միայն օստեոարթրիտի հետ են պայմանավորված, թե կա նաեւ բորբոքային հիվանդություն ռևմատոիդ արթրիտ։ Օստեոարթրիտը նաեւ ունի տեսակներ։ Օստեոարթրիտը կարող է լինել առաջնային կամ երկրորդային պայմանավորված որևէ հիվանդությամբ, օրինակ տրավմատիկ օստեոարթրիտ նույնպես կարող է լինել, օստեոարթրիտը կարող է լինել դաստակների, ձեռքերի, այս դեպքում հատկապես կանանց մոտ շատ հանգույցներ են առաջանում այմատների ծայրերին, դիստալ միջվալանգների, միջվալանգային հոդերի շրջանում Հեբերդենի բուշարի հանգույցներ, դա հանգուցավոր տեսակ է լինում, կարող է օստեոարթրիտը ախտարել կոնքազդրային հոդը, այս դեպքում կախված դրանից, որ հոդն է ախտահար փոքր բադիկ հայլվածքի տեսք կարող է ունենալ, կարող է ծնկան հոդերը ախտահարվել, տեսակներ դա նկատի ունենք։ Եթե չի կարողանում մեքենա նստել կամ ցածր աթոռին, դա կոնքազդրային այդպես չի կարող ասել կոնքազդրային, կարող է նույն ծնկան, նույն ողնաշարում էլ կարող է լինել սպոնդիլոարտրոզ, այդպեսի երևույթներ նույն ողնաշարի հոդերում էլ կարող է լինել։ Պրակտիկայում ավելի շատ արթրիտի որ տեսակներն են հանդիպում։ Օստեոարթրիտը ավելի շատ է պայմանավորված, որ գրեթե 50-ից հետո բոլորի մոտ աճառի դեգեներացիա է նկատվում։ Իսկ խուսափելու ձևեր չկա՞։ Խուսափելունը ոչ թե խուսափելու, օստեոարթրիտը դա ինչպես են կնճիռներ առաջանում, ինչպես օրգանիզմի ծերացումն է դա, բայց օստեոարթրիտը իհարկե կարող է լինել այն 3-րդ, 4-րդ փուլի օստեոարթրիտներ, որոնք արդեն պետք է հոդը փոխվի, վիրահատվի, էնդոպրոթեզ արվի, դրա համար ոչ թե խուսափել, կանխարգելելու միջոցները ավելորդ քաշն է։ Պետք է խուսափել ավելորդ քաշից, որպեսզի հավելած արաբեռնվածություն հոդերի վրա չընկնի, նաև շարժունակությունը գովելի, այսինքն մարզանքներ, բուժական ֆիզկուլտուրա, որպեսզի հոդամականային համակարգը աշխատի։ Շատ Քայլելը շատ լավ է, սակայն չափավոր, օրինակ, եթե անձը ունի օստեոարթրիտ եւ ինքը հատկապես այնտեղ բավականին աճառի մաշվածություն եւ ինքը, չգիտեմ, 5 կիլոմետր, 6 կիլոմետր ոտքով քայլում է եւ շատ է ծանրաբեռնվածություն ընկնում, դա կարող է իրեն ցավ պատճառել։ Այդ ամեն ինչը պետք է բալանսավորված, որպեսզի անհամատեղելիություն չլինի ծանրության մեջ, որ ընկնում է հոդի վրա եւ հոդի ունակության միջև, որ տանում է այդ ծանրությունը, հա, ծանրաբեռնվածությունը։ Քայլել պետք է, շարժվել պետք է, սահմանափակելով ծանր ֆիզիկական աշխատանքը, սահմանափակելով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Եվ ռևմատոիդ արթրիտի եւ օստեոարթրիտի դեպքում բուժման ինչ եղանակներ կան։ Շատ տարբեր հիվանդություններ են, ինչպես արդեն նշեցի, ռևմատոիդ արթրիտի բուժման սխեման հետևյալն է, առաջինը հակաբորբոքային բուժում պետք է կարվի, ես պրեպարատների անուն չտամ, տարբեր պրեպարատներով, երկրորդ օղակը ինչի վրա պետք է ազդել, այսպես կոչված բազիսային թերապիան է, դա դեղերք է, կան այսօրվա դրությամբ կակրալ հենց ռևմատոիդ արթրիտի համար շատ լավ կենսաբանական պրեպարատներ, բացի ռուտինային ստանդարտ բուժումից, որ կան մարդիկում ստանդարտ մեթոտրեքսատը օրինակ չէր օգնում եւ մենք արսենալ չունեինք։ Իսկ այսօր մենք ունենք բիոլոգիական կենսաբանական պրեպարատներ, որոնք կարող են կիրառել այս հիվանդության ժամանակ եւ բազիսային թերապիայի նշանակությունը, կարևորությունը նա է, որ այն կանգնացնում է այդ աուտոիմուն process-ը, կանգնացնում է, նրանք կապվում են այսպես կոչված ցիտոկինների հետ, որոնք էլ բերում են ամբողջ բորբոքային process-ին տարբեր հոդերում եւ կանգնեցնում են արթրիտի հետագա պրոգրեսիվումը, զարգացումը, դեֆորմացիաները, որը շատ կարևոր է։ Ռևմատոիդ արթրիտի պարագայում միայն հակաբորբոքային բուժումը բավարար չէ։
Օստեոարտրիտի պարագայում դա առաջին հերթին ոչ դեղորայքային բուժումներն են, այսինքն առողջ ապրելակերպը, քաշի նվազեցումը, բուժական ֆիզկուլտուրան, հոդամականային համակարգի հետ աշխատելը, տարբեր վարժություններ անելը, կան տարբեր ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, որոնք տարբեր փուլերում խորհուրդ են տրվում։ Դեղորայքային, եթե օստեոարտրիտը ուղեկցվում է երկրորդային արտրիտով, ապա հակաբորբոքային բուժում, որպեսզի բորբոքումը դուրս գա, եւ կան աճառը պաշտպանիչ պրեպարատներ, որոնք կիրառվում են, սակայն նրանց վերաբերյալ միշտ հակասական տվյալներ են լինում, սակայն կան այդ աճառը պաշտպանիչ պրեպարատները նույնպես, որոնք այս կամ այն չափով կարող են օգնել օստեոարտրիտով հիվանդին։ Խմեք վիտամին D եւ կալցիում, չէ՞։ Վիտամին D եւ կալցին օստեոպորոզի համար է, դա այլ խնդրի մասին են խոսում, քանի որ տարիքի հետ զարգանում է օստեոպորոզ, օստեոպենիա, օստեոպորոզ, ոսկրային զանգվածի կորուստ։ Եվ եթե սկզբնական շրջանը դեռ օստեոպենիա է, ապա այս դեպքում կալցիումի եւ վիտամին D-ի պրեպարատներ բավարար քանակությամբ պետք է ստանա անձը, հատկապես հասուն տարիքում, հատկապես եթե ընդունում է պրեպարատներ, որոնք իրենք են բերում օստեոպորոզի զարգացմանը, օրինակ կորտիկոստերոիդներ, գլյուկոկորտիկոիդներ, որոնք մենք ռևմատոլոգներս շատ են կիրառում ռևմատոլոգիական հիվանդությունները բուժելիս, իսկ եթե արդեն բացի օստեոպենիայի զարգացել է օստեոպորոզ, ապա կան դեղորայք, որոնք կանգնացնում են ոսկրի հետագա քայքայումը, որպեսզի չունենան ոսկրային զանգվածի կորուստ։ Մարդը եթե ցավերով գալիս է բժշկի, ինչ ստուգումներ են կատարվում։ Առաջինը ռևմատոլոգիայում շատ կարևոր եւ առհասարակ բժշկության մեջ անամնեստիկ տվյալներ, այսինքն հիվանդի հարց ու փորձը, որովհետեւ շատ ինֆորմացիա մենք ստանում ենք հիվանդի գանգատները լսելուց, որը չի փոխարինում որևէ լաբորատոր կամ գործիքային հետազոտության, շատ կարևոր է լսել հիվանդի գանգատը, այսինքն որ հոդերն են ցավում, առավոտյան թե երեկոյան, դա տարբեր է, երբ ինչից է ցավը ուժեղանում կամ թուլանում, երբ է սկսվել, վաղեմությունը, ինչի հետ ենք կապում եւ այլն, որից հետո օբյեկտիվ զննումը շատ կարեւոր է, այսինքն պետք է զննել հոդը օբյեկտիվ, արդյոք արկա է սինովիտ, արկա է հեղուկ հոդում թե ոչ, շարժումները ստուգել, ֆունկցիան ստուգել հոդի, ինչքանով է հոդը աշխատում, ողնաշարի պարագայում այնտեղ նույն ֆունկցիոնալ փորձեր կան, որ կատարում ենք տեսնելով ողնաշարի շարժունակությունն ենք ստուգում, որից հետո արդեն մենք մեր մտքում ունենում ենք ինչ հիվանդության մասին ենք մտածում, նախնական ախտորոշում եւ այդ ախտորոշման սխեման, ինչ հետազոտություններ են պետք, լաբորատոր գործիքային, լաբորատոր հետազոտություններից արյան ընդհանուր անալիզ, սուրբ փուլի պատասխան պետք է տեսնենք, C-ռեակտիվ սպիտակուցը, բորբոքման ցուցանիշ, ռևմատոիդ արտրիտի պարագայում, ռևմատոիդ գործոն պետք է հայտնաբերենք, հակացիկլիկ ցիտրուլինային պոլիպեպտիդ եւ այլն։ Կան լաբորատոր հետազոտություններ եւ գործիքային։ Առաջինը ռենտգեն հետազոտությունն է, որը ինֆորմացիա է տալիս հոդի մասին, եթե անհրաժեշտ է, ապա հոդերի սոնոգրաֆիա նույնպես, որը մեզ ինֆորմացիա է տալիս, օրինակ ծնկան հոդի սոնոգրաֆիա, եթե կատարում են կամ օստեոարտրիտի ժամանակ, կամ ռևմատոիդ արտրիտի ժամանակ դաստակների սոնոգրաֆիա, մեզ ինֆորմացիա է տալիս հոդերի բորբոքման, արտրիտի, նաեւ կապանների, ջլակապանային համակարգի մասին ինֆորմացիա։ Անհրաժեշտության դեպքում արդեն MRT ենք կատարում այս կամ այն հոդի։ Ինչպես նաև դուք նշեցիք օստեոպորոզի համար ոսկրային խտություն է պետք որոշել, դենսիտոմետրիա է կատարվում եւ այնտեղ T ցուցանիշ կա, եթե հետ կլիմակտերիկ շրջանում է կինը կամ ավելի երիտասարդների մոտ Z ցուցանիշ կա, չափորոշիչ կա, որով արդեն մենք առաջնորդվում ենք արկա է օստեոպորոզ թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում են որ ռևմատոիդ արտրիտը ներքին օրգաններ կարող է ախտահարել, ապա այստեղ եթե անհրաժեշտ է բիոքիմիական անալիզներ են կատարում երիկամների ֆունկցիան որոշելու համար, լյարդի ֆունկցիան որոշելու համար, բացի այդ մենք նշանակում ենք դեղորայք, որոնք կարող են իրենց կողմնակի ազդեցություն ունենալ լյարդի վրա եւ այն անձը, որ ընդունում է դեղորայք, պարբերաբար ռևմատոլոգը դինամիկ հսկում է լյարդի ֆունկցիան, որպեսզի կանխարգելենք հնարավոր կողմնակի էֆեկտները։ Հիմա եթե ցավեր ունեն մեր առավոտյան, դա ռևմատոիդ արտրիտ է։ Նայած ինչքան է տևում առավոտյան բռնվածությունը եւ որ հոդերն են ախտահարվում։ Այսինքն մարդը ինքնուրույն չի կարող։ Ոչ, որովհետեւ այս այն հիվանդությունները չէ, որ ինքնաբուժումով զբաղվել, ինքնաբուժումով մենք կարող ենք անել ցավը։ Իսկ ինքնաբուժության դեպքերի շատ է։ Բազմաթիվ, հարևան, ծանոթ, բարեկամ։
Բուսական դեղորայք։ Այո, ով ինչ խմում է, ինքը անպայման կխմի, չէ որ դեղը նշանակելիս բժիշկը մտածում է առաջինը, նախ ինչ ախտորոշում է, ինչ պետք է նշանակել, երկրորդը հակացուցում կա տվյալ անձի մոտ այս դեղը ընդունելու, թե ոչ, հնարավոր կողմնակի էֆեկտների կանխարգելումը։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Հերացի համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի հետ։